շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես մենք տեսնում ենք, որ ընտրություններից հետո ադրբեջանական կողմը էլ ավելի է սաստկացրել խոսույթը եւ սրան զուգահեռ նաեւ ըստ էության Նիկոլ Փաշինյանը արդեն խոսում է ինչ-որ անկլավների մասին, սա եւս մոտորելու տեղիք է տալիս, հաշվի առնելով, որ այս մարդը ինչից խոսում է, հանձնման ենթակա է եւ մեծ փաստեր իրականացնում է, ու այս ամենին զուգահեռ նաեւ տեսնում ենք գլխատում են, այսպես ասենք, դիմադրության ուժերին, մեր հայրենակիցների մի մասը Բաքվի բանտում են, մյուս մասը Հայաստանի բանտերում, համեցեք։ Շնորհակալ եմ։ Ակնհայտ է, որ նախընտրական շրջանում Ադրբեջանի իշխանությունների այդ բարի կամքի դրսևորումը ուղղված Նիկոլ Փաշինյանի նախընտրական, այսպես ասած, ռազմավարության մի մաս էր կազմում, որը նպատակ էր հետապնդում ցույց տալու, որ դե Ադրբեջանի հետ ամեն ինչ նորմալ է, խաղաղության մեջ ենք, մենք այլևս որևիցե խնդիր չկար։ Եվ բնական է, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու պարագայում Ալիևը ավելի էր խստացնելու այդ ռետորաբանությունը, այն պահանջները, որը նախորդ ցավոք հայտնի էր։ Հիմա մենք տեսնում ենք, որ էլի Ադրբեջանը շարունակում է հոխորտ տալ նույն սահմանադրության փոփոխության պահանջը, անկլավների հարցը, ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու, այսինքն հայկական քաղաքականությունը շարունակվում է եւ Բաքվի բանտում գտնվող մեր գերիների արկայությունը որովհետեւ պարագայում չի էլ կարող նշույլ անգամ ցույց տալ հնարավոր խաղաղության մասին եւ Ադրբեջանը քայլ առ քայլ շարունակում է այն, ինչը ցավոք երկար տարիներ սկսել է, իսկ Հայաստանի իշխանությունը վարելով ջայլամի քաղաքականություն, այնպիսի միջավայր է փորձում ստեղծել, որ դե ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, որովհետեւ ձևով ոչ պատասխանում է Ադրբեջանին, ոչ միջազգային հանրությանն է ուղում հորդորներ այս խնդիրների մասին եւ աստիճանաբար փորձելու է էլի Ալիևի պահանջները շարունակել կատարել, ինչ մինչեւ այժմ կատարվում է։ Մի մասը ստանում էր Ալիևը ռազմական ճանապարհով, մի մասը խաղաղ ճանապարհով, հետեւաբար Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո այդ խնդիրները շատ ավելի արագ են կարգավորվելու օգուտ Ադրբեջանի, քան մինչև այսօր։ Քանի որ խոսեցիք նաև միջազգային հանրության լռությունից, տեսեք, ես կուզեմ անդրադառնալ մեր գերիներին, վերջերս Դավիթ Իշխանյանի հաղորդագրությունը, որ տարածվեց, իրոք սարսափելի է, ուղիղ մեջբերում եք նախադասություն, մեր դեմքին շպրտում են, որ ձեր իշխանությունները անգամ ձեզանով չեն զբաղվում, ինչ եք ուզում միջազգային ատյաններից։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ցավոք դա իրականություն է, որովհետև մենք էլ միջազգային կառույցների, դեսպանների այդ տարբեր ոչ հրապարակային հանդիպումների ժամանակ ստանում ենք հենց այդ նույն արտահայտությունը, որ Հայաստանի իշխանությունները չեն զբաղվում այս հարցերով, դեռ ավելին մեզ հորդորում են չզբաղվել, չխոչընդոտելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանի որ գերիների հարցի բարձրացումը դա ոնց որ Ադրբեջանի հետ խնդիր ենք բարձրացնում, փոխանակ խաղաղություն հաստատենք։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների զբաղվելու պարագայում է միայն հնարավոր միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը, ճիշտ է, մյուս կողմից էլ սա միայն Հայաստանի Ադրբեջանի հարց չէ, գերիների արկայությունը որևիցե պարագայում չի կարող քննարկման առարկա չդառնալ միջազգային կառույցների կողմից, բայց այսօրվա աշխարհում, երբ ուժը գերիշխում է, միայն Հայաստանի իշխանության ակտիվ քաղաքականության միջոցով է հնարավոր ստանալ միջազգային հանրության աջակցությունը։ Ցավոք, մեր հայրենակիցները մի քանիսը արդեն 6 տարի է Բաքվի բանտերում են, տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները ընդհանրապես մոռացության են մատնել, երբ հիմա լրագրողները հարցադրումներ են անում, այդ ստանդարտ տեքստերը մենք օրը 24 ժամ զբաղվում ենք, բոլոր հանդիպումներում զբաղվում են։ Հիմա հակառակն ենք, բա եթե հավատանք, որ իրենք 24 ժամ զբաղվում են, այսինքն ստացվում է, որ իրենք լավ չեն աշխատում, այսինքն այս հարցով, իրանք տապալել են, չէ՞, հիմա եթե վերցրել են պատասխանատվությունը, չեն զբաղվում, այնինչ այս հարցը ակնհայտ փաստ է, այսինքն Ադրբեջանը այնպես չէ, որ հերքում է ասում է մեր մոտ գերիներ չկան, այդ Հայաստանի հնարածն է, այսինքն ակնհայտ է, որ այդ մարդիկ գերության մեջ են, Ադրբեջանը չի էլ թաքցնում, եւ այսինքն ընդհանրապես պետք է այդ փաստով միջազգային հանրության, միջազգային կառույցների հետ համագործակցությամբ հասնել, բայց հակառակը դրան Հայաստանը տենց սկսում է ակտիվ առևտուր անել Ադրբեջանի հետ, ապրանքներ վերմուծել, հիմա միջազգային հանրությունն էլ ասում է, եթե դուք իրար հետ տենց լավ եք, ընկերություն եք անում, ախպերություն եք անում, ոնց որ թե ոչ մի խնդիր չկա, հիմա եթե դուք այդ հարցը չեք բարձրացնում, ոնց որ մենք ինչ որ մի խնդիր ունենանք
կենցաղային, հա, ինչ որ այդ հարցը չբարձրացնենք, հետո գնանք բողոքենք, թե ինչի ասենք հարևանները կամ բարեկամները այդ հարցով չեն զբաղվում, եթե դու ինքդ քո հարցով չես զբաղվում։ Ըստ աղետի մեջ մենք վերջերս տեսանք, որ փաստաբանը հազանգում էր, որ ռազմագերիներից մեկի առողջական վիճակն է սարսափելի վատթարացել է։ Այո, Լյուդվիգ Մկրտչյանի, որի առողջական վիճակի մասին ստացել ենք այդ տեղեկությունը, որը արդեն մի քանի տարի է Բաքվի բանտում է, ցավով եմ արձանագրում, ակնհայտ է, որ մեր մյուս հայրենակիցներն էլ, ովքեր որ այնտեղ են, նույնպես ունեն լուրջ խնդիրներ, որովհետև մենք տեսնում ենք, որ նաև գերիներից նրանք, ովքեր վերադառնում են, եւ հոգեբանական եւ առողջական լուրջ խնդիրներ են իրենց հետ բերել եւ երկար բուժման, հնարավոր է որոշ մասով նաև անդառնալի խնդիրներ ունեն եւ յուրաքանչյուր օրը Բաքվի բանտում գտնվելով առաջին հերթին ծանր հոգեբանական վիճակ է ստեղծում փառք մեր հայրենակիցներին, որ նման պայմաններում դիմանում են, որովհետեւ այսօր յուրաքանչյուր հայի համար երևի աշխարհի ամենաբարդ, ամենաանմարդկային կետը դա Բաքվի բանտում գտնվելն է եւ առողջության քայքայության մասին չենք էլ խոսում, որովհետև խնդիրը նույնիսկ ոչ միայն մեր հայրենակիցներն է, բոլորս գիտենք Ադրբեջանի վերաբերմունքը մարդու իրավունքներին, այսինքն որպես պետություն, չէ՞, ինչքան հիմա միջազգային լրահոսից, միջազգային հետաքննությունից ստանում ենք տեղեկատվություն, բազմիցս գիտենք, թե քանի 100 քաղբանտարկյալներ կան, լրագրողներ, տարբեր անձինք, այսինքն Ադրբեջանը ինքը իր քաղաքացիների, իր հայրենակիցների նկատմամբ է նման բռնաճնշումներ անում բանտերում, ելուր մնաց հայերի նկատմամբ թե ինչեր կանի։ Ու նաև այս ամենի հետ կապված ուղղակի մի ճշտող հարց, ըստ էության ձեզ էլ են, հա, միջազգային հարթակները, որ փորձում եք գործընկերների հետ խոսել, իրենք են մի դիրքորոշում արտահայտում, որ ձեր իշխանության մակարդակով անում։ Այո, որովհետև ակնհայտ է, որ սա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հարցը պետք է դառնա։ Իմ ասում եմ, Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն գործընկերներին, որպեսզի նրանք էլ զբաղվեն այս հարցով։ Մենք հիշում ենք, չէ՞, նախորդ տարի նախագահ Թրամփի այդ հայտնի այդ դրվագը տեսանյութի, որ ասում էր, որ խոսել է խոսի կամ Ալիևի հետ ու Նիկոլ Փաշինյանի զարմանքը իրար խառնվել է, որ Թրամփն է խոսում գերիների հարցով, այսինքն այո, այստեղ Հայաստանի իշխանության դերակատարումը ակնհայտ է, որ ամբողջությամբ անտարբերության են մատնել այս հարցին եւ եթե ընտրություններից առաջ ինչ որ հա անընդհատ խոսում են, դե զբաղվում ենք հեսա ինչ որ գերիներ կվերադառնան, հիմա ցավոք ընտրվելուց հետո եւ Հայաստանի իշխանությունների եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից այս հարցի լուծման հեռանկարները խիստ մշուշոտ են։ Գալով ներքին խնդիրներին մենք տեսանք վերջին օրինակներից մեկը, ինչպես բերման ենթարկեցին Գագիկ Ծառուկյանին, ինչպես են խլում մարդու սեփականությունը, այս ամենը ինչի դրսևորում է։ Սա փոքրոքիություն է, ուղղակի ակնհայտ քաղաքական պատճառներ ունի, ընդ որում այն վարքագիծը, այն դրսևորումները, որ մենք ականատես եղանք, էլ չեմ էլ խոսում բիզնեսին, ուղղակի խայտառակություն է։ Հիմա երբ որ նայում ենք պաշտոնական հաղորդագրությունները, ենթադրյալ ինչ որ հարկերից են խուսափել։ Հիմա նույնիսկ եթե ենթադրենք ինչ որ հարկերից խուսափել են ինչ որ ընկերություններ, դա ամենևին չի նշանակում, որ նախ պետք է այդ ընկերությունների գործունեությունը այսպես խոչընդոտեն, փակեն։ Հիմա բազմիցս հիմա լավ է վատ է տեսնում ենք, որ Հայաստանում ինչ որ ընկերություններ հնարավոր է հարկերից խուսափեն։ Դրա համար ընդհանրապես եթե նույնիսկ ապացուցվի դա պետք է այդ հարկերի վերադարձ ապահովել, եթե կան ինչ որ աշխատակիցներ, պետք է պատժվեն, եթե միտումնավոր հարկերից խուսափել են, բայց մենք տեսնում ենք, որ սա միտումնավոր է արվում, այսինքն խնդիրը ամենևին այդ հարկերի բացահայտումը չի եւ այդ ընկերությունների գործունեությունը խոչընդոտելով նախ միանգամից բիզնես միջավայր են վնասում, որովհետեւ մարդիկ տեսնում են, որ եթե այս մի գործարարի գործունեության մասով նման մենք դրսևորումներ ենք տեսնում, ոչ մեկ երաշխավորված չի, ել չեմ էլ խոսում հնարավոր դրսի ներդրողների մասին։ Չէ՞, հիմա նայում են, տեսնում են գործարարը, ընդ որում ընկերություններ, որոնք նույն ասենք կոնյակի գործարանը, որը կոնյակ է արտահանում ամբողջ աշխարհ, ցեմենտի գործարանը, որը հա ընդ որում աշխատակիցների ջանքերով վերաբացվեց, որը նաև տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի։ Սա անթույլատրելի է եւ ակնհայտ քաղաքական միտումներ ունի, որը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի էլ իրավապահ համակարգի մասին չեմ էլ ուզում առանձին խոսել, իրավապահ համակարգը ամբողջովին դարձել է Նիկոլ Փաշինյանի
քաղաքական գործիքը, այսինքն նույնիսկ կարելի է ուղղակի սահմանադրությունը փոխել եւ ամբողջ իրավապահ համակարգը ներառել կառավարության կազմում, այսինքն ուղղակի խայտառակությունը։ Փաստացի, այսինքն խայտառակություն է քաղաքական, ընդ որում այս շատ մի հատ մեծ ֆունկցիա ունեն այդ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, այդ քարոզչական ֆունկցիան է, հա, այդ իրենց հայտնի այդ տեսանյութերը նկարեն են խրող ձայնով, այսպես են դարի հանցագործներ բացահայտեն, այսինքն ընդ որում նպատակը երևի դա է, այսինքն կարևոր է այդ տեսանյութերն է, որ նախ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը փառավորվի եւ երկրորդը սկսեն դրանով քարոզչությունը, հա, այդ բացահայտումներ եք արել, գնացեք ձեր գործով զբաղվեք, ինչ կարիք կա տենց PR անել, այսինքն այդ տեսանկյունից իրավապահ համակարգը ամբողջովին իր ֆունկցիան տապալել է, որը ցավոք նաև մեր պետության, նաև այդ ինստիտուտների մասով լուրջ վտանգ է ներկայացնելու։ Լավ, կենդանիները ինչ էին թաքցրել։ Տանել գողություն է, չէ՞, սա բան Արաքելյան, մտեն մարդու տուն, կենդանիներին գողանալ, այն կենդանու տանել, առուցին սատկացնել, գնալ նժույգների հետևից, գնալ կոկորդիլոսների հետևից, գնալ խրտվիրակների հետևից։ Խուժանապետություն է սա, այլ տերմին չեմ կարող ասել, ասենք չկա, որևէ տրամաբանություն չկա, պետք է չի փնտրել, ասենք գնում են այդ գնացել եք ենթադրենք հանցագործություն է անը Գագիկ Ծառուկյանը, ինչ որ տնտեսական հանցագործության մասով հաղորդագրություն են։ Հետո հասկացան իրենց արածը մի հատ այլ հաղորդագրություն, որ այդ կենդանիների հետ կապված խնդիր կար, տարան կամ եթե կար, չգիտեիք, որ այդ կենդանիները կար։ Իսկն Գագիկ Ծառուկյանը երբեք չի էլ թաքցրել, չէ՞ որ կամ մի հատ հարց տամ, լավ։ Հիմա հրապարակային հարցնում եմ նույն այդ իրավապահ մարմիններին կամ այդ որ Երևանի քաղաքապետարանը տես տարանք, լավագույն պայմանները, կենդանաբանական այգում։ Հիմա Հայաստանում էլ չկա կենդանիներ, ոչ մեկ կենդանի չի պահում, բա գնացեք մնացածինը բերեք, թե եթե ձեր շրջապատի մարդիկ են, ձեր շրջապատի այդ օլիգարխներն են, իրանց կարելի է իրենց տներում, իրենց ռեստորաններում կամ ովքեր հաճոյանում են կամ ՔՊ-ի հիմնադրամին փողեր են վճարում։ Բա գնացեք այդ մարդկանց կենդանիներն, այսինքն այս երկակի ստանդարտները, երբ պետք է լինում, հիշում են, որ վայ այս օրենքի այսինչ կետը կարող է խախտած լինի։ Իսկ երբ պետք չի լինում, շարունակում են նույն ձև վայելել ապօրինությունները։ Հիմա մենք տեսնում ենք, հենց հիմա էլ նաև մուտիստոնների աշխատակիցներն են բողոքի ակցիա անում, տարբեր հիմնարկների աշխատակիցներ գործազուրկ են եւ այս մարդիկ ուղղ հարց են տալի, մեր աշխատավարձերը մեզով պետք է պատասխան տա եւ սա ինչի կարող է հանգեցնել, այսպես որ նմանատիպ հիմնարկների աշխատանքը կանգնում է։ Ինչ մասնագիտական է, ուզում նաև մեկնաբանեք, ինչ մեծագույն, այսպես ասենք, ճաքեր է տալիս։ Սա լուրջ խնդիր է, որտեղ հազարավոր քաղաքացիներ, ովքեր աշխատում են եւ այն խնդիրները, որ բարձրաձայնվում է իրավապահ մարմինների, պետական մարմինների կողմից ենթադրյալ հանցագործություն, ասով որևիցե առնչություն չկա։ Ընդ որում օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ եթե ստուգումներ են իրականացում, սկսած հարկային մարմիններից մնացած բոլոր մարմինները իրավունք չունեն խոչընդոտել ընկերությունների բնականon գործունեությունը, առավել եւս եթե դրանք մատուցում են ծառայություններ, ապրանքներ, այսինքն գործ ունեն նաեւ սպառողների հետ։ Էլ չասած, որ ոչ միայն հազարավոր քաղաքացիներ են տուժում, հազարավոր սպառողներ են տուժում, ովքեր ստանալու են ծառայություններ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունների միջոցով։ Ինչ հետևանքներ ունենալու է այդ մարդկանց աշխատանքները դադարեցնելը, աշխատավարձի չվճարելը։ Բազմաթիվ մարդիկ արդեն որ խոսում են, վարկեր ունեն, հիմա իրանց կենցաղային սոցիալական հարցերն են լուծում։ Այդ ընկերությունները բազմաթիվ գործընկերներ ունեն, հա, որոնց հետ աշխատում են, որոնք ինչ որ ապրանքներ, նյութեր, ծառայություններ են մատուցում, տնտեսության շղթայի մեջ լուրջ խնդիր է լինում, ել չասած, ասենք նույն արտահանման մասով։ Հիմա եթե արտահանման մասով խոչընդոտում ենք, վաղը մյուս օր այդ արտահանման տեղը այլ երկրի խմիչքներ, այլ երկրի ապրանքներ են տեղավորվելու եւ շատ դժվար է հետո հետ վերադառնալ, որովհետեւ այսօր աշխարհում 1-2 օրվա մեջ շուկաները միանգամից գալի լրացվում են։ Սա նույնպես եմ կրկնում միանշանակ անթույլատրելի է, որովհետև այստեղ նույնիսկ այդ քաղաքական Գագիկ Ծառուկյանի գործունեությունը մի կողմ ենք դնում, Հայաստանում գործող բիզնեսներ են, այսինքն նորմալ ցիվիլ օրենսդրության ամբողջ պայմաններով առավել եւս արտադրություն, որտեղ մեր երկրում շատ կարևոր է նաեւ արտադրությունը։ Ասեք, տնտեսության զարգացման հիմքում արտադրությունը շատ կարևոր է, միայն այդ ապրանքներ, շինարարություն, առևտուրը չէ։ Եվ հիմա եթե պարոն Ծառուկյանը երկար տարիներ այդ արտադրությունում մեծ ներդրումներ է արել գործընկերների հետ, ընտանիքի հետ, այդ ամեն ինչին սենց վերաբերվելը ուղղակի ասում եմ փոքրոքիություն է։ Միևնույն ժամանակ նորից եմ կրկնում, եթե կան խնդիրներ, կան չկատարված հարկային պարտավորություններ, դրա մեխանիզմը հարկային ծառայությունը անգիր գիտի։
ասում են գնում են ստուգման, ասում են ենթադրենք ասել են, ասենք 100-200 միլիոն դրամ հարկ չեք վճարել, այդ մարդկանց վճարում են, չեն վճարում, դիմում են դատարան, դատարանը գալիս է հաշիվներից գանձում է, բայց դա չի կարող հիմք հանդիսանալ, հələ ասում եմ նույնիսկ եթե ապացուցվի, եթե ապացուցվում որ ընկերությունը հարկ չի վճարել, դա չի կարող հիմք հանդիսանալ ընկերության գործունեությունը դադարեցնել։ Դա լինում է մենակ մի դեպքում, եթե ասենք լիցենզիա պետք է ստանաս չես ստացել, կամ ինչ որ պահանջներ ես խախտել, կամ սպառողների շահերին ես վնասում, հա մարդկանց անվտանգությանն ես վնասում։ Հետևաբար այս ամեն ինչը նաև մեծ վնաս է տալու ներդրողներին եւ տեղական ներդրողներին եւ նաեւ առավել եւս օտարերկրյա ներդրողներին եւ սա նաեւ թող տեսնեն մեր արևմտյան գործընկերները, ովքեր ամեն ձև նպաստում են կամ փորձում են նպաստել մեր տնտեսության, այսինքն սենց եք հա պատկերացնում։ Այսինքն հիմա որ դուք եք գաք ինչ որ ձեր հիմա գնացեք կոչ արեք այդ արևմտյան ներդրողներ, եկեք մի երկրում ներդրում արեք, որտեղ ինչ որ մարդ է ինչ որ կարծիք ասելու ընտրություններին մասնակցելու համար նման բիզնես վնասներ ու ռիսկեր է կրում։ Եվ այս մասով նաև, հա, խոսենք նաև այս թեմայի շուրջ։ Հիմա մեզ համոզում են, եւ օրինակ ջերմոցատերերին է սպառնում են, որ հանկարծ չբողոքեն, որ իրենց ծաղիկները փչանում են, օրինակ, որ խոսեն, որ գիտեք, միամանց իրան չգնացել Եվրոպա, տոննաներով տանում են, այնտեղ մի աշխատակազմի ղեկավարը, թե չէ, աշխատակազմի ղեկավար չի, Տարոն Չախյան անունով մեկն եկա, մեկի եթերում հայտարարում է, վախենամ այն տիպի արդեն հասնեն արտահանման չափաբաժինները, Հայաստանում ծիրանի սպառման խնդիր, ծիրան չունենեն որոնտերի։ Խնդրեմ այս մասով, հա, որ շուկան փակվել է մասնավորապես ռուսական շուկան, ինչի է հանգեցնում։ Նու այս մարդիկ դե տես տնտեսագիտական են զրոյական նույնիսկ գիտելիքներ չունեն, ասենք անիմաստ է այս մարդկանց մեկնաբանելը, ես հիմա որ գային, ասենք նույն մեր ֆակուլտետում ուսանող լինեն, երևի տենց առաջի կուրսի առաջի ամսից միանշանակ դուրս կմնային, հա։ Հիմա սրա պարզ դրսևորում որ շատ բարդ տնտեսագիտական լեզվով չասեմ, ոնց է արտահայտվում, հա, եթե ապրանքների քանակը շատանում է, գինը նվազում է։ Այսինքն հիմա երբ որ մենք ականատես ենք լինում խանութներում, այդ շուկաներում, ապրանքների գյուղմթերքի, հա, հիմա ասենք նույն լոլիկը, մնացած ապրանքները տեսնում ենք, որ նախորդ տարվա համեմատ գները մի քանի անգամ նվազել են։ Դա ինչի մասին է խոսում, որ ապրանքները շատ են, Հայաստանում չեն կարողանում վաճառել, որտեղ այդքան սպառում չկա Հայաստանում, չէ՞։ Հիմա ինչքան էլ գինի իջնի, եթե ընտանիքը ասենք առնում է 1 կիլոգրամ պամիդոր, եթե գինը դառնա 50 դրամ է, օրական 20 կիլոգրամ պամիդոր չեն սպառելու։ Հետևաբար ստիպված գինը նվազում է։ Այսինքն նույն պամիդորի գինը մնացած գյուղմթերքների գները այնքան են նվազել, որ սա ինչի մասն է խոսում, որ այդ ապրանքները չեն սպառվում։ Այսինքն արտահանում տեղի չի ունենում։ Հիմա PR-ի համար ինչ են իրականացնում, տենց մի արկղ, երկու արկղ, հնարավոր է մի բեռնատար մեքենա արտահանում իրականացնեն եվրոպական ինչ-որ երկիր, ինչ-որ եվրոպական պաշտոնյաների միջամտությամբ կամ ասենք այնտեղ ապրող հայերի, գործարարների, դեսպանների միջոցով փորձեն 1-2 արկղ կամ նույնիսկ 1-2 մեքենա ծիրան արտահանել ու դա նկարել սկսել իրենց սոցցանցերով տարածել, այս ուղղակի, չգիտեմ, անմեղսունակությունից բացի ուրիշ տրամաբանություն չկա, որովհետև այն ինչ որ տեղի է ունենում, ակնհայտ է որ լուրջ խնդիրներ է առաջանում, ընդ որում նախորդ հարցի պատասխանելուց նաև նշեցի, որ երբ որ մենք արտահանման մասով մենք ինչ որ մի խնդիր ենք ունենում, այդ տեղը դատարկ չի մնում։ Հիմա մենք Ռուսաստանում գյուղմթերքների մեծ արտահանում ենք իրականացնում։ Հիմա եկեք նայենք Ռուսաստանի տեսենք, երբ որ մեր ապրանքները չկան, այդ խանութները պետքա մի տեղից առնեն, հո չեն կարող ռուսներին ասեն Ժորժ ջան, մենք Հայաստանից էլ ինչ-որ պամիդոր կամ ծիրան չենք արտահանում, այս տարի մի առեք։ Միջև տեսնենք ինչա լինում։ Ակնհայտ է որ ինչա լինում որ հաջորդ օրը ադրբեջանական կամ միջինասիական, թուրքական ապրանքները հայտնվելու են ռուսական շուկայում, եւ եթե մի օր հայ-ռուսական հարաբերությունները կարգավորվի, այս ապրանքների արտահանումը բացվի, այդ մենք չենք կարողանալու, որովհետեւ հիմա մենք պիտի գնանք այդ ադրբեջանական, թուրքական կամ այլ երկրների արտադրանքի հետ մրցենք։ Իրանք արդեն տեղավորվել են։ Հիմա էլ չի ստացվելու։ Նույնիսկ եթե այսքան այս իշխանությունները դա չեն հասկանում, որ այս խնդիրը, եթե այս տարի չլուծվեց, արդեն հաջորդ տարի ադրբեջանական, թուրքական ապրանքները նենց են այդ շուկայում դիրքավորվելու, որ ռուս գործընկերները առավել եւս հասկանալով որ Հայաստանի հետ հարաբերությունները անընդհատ կարող են տատանվել, իրենք այլևս իմաստ չեն գտնելու Հայաստանի հետ ասես տատանվող տնտեսական հարաբերություններ ունենալ։ Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, մենք լուրջ խնդիր ունենք, ել եմ ասում, նույնիսկ եթե Եվրոպան բացի մեր համար։ Կամ մի հատ հարց տամ, այդ որ գալիս են այդ եվրոպացի պաշտոնյաները ասում են
մենք կբացենք դեպի Եվրոպա հայկական ապրանքների արտահանումը, եթե Ռուսաստանը շարունակի այս պատժամիջոցները կամ այս սահմանափակումները։ Բա մի հատ հարց տանք, եթե դուք կարողանում եք Հայաստանի ապրանքների համար ձեր շուկան բացեք, ինչի միջև այսօր չէիք անում։ Հա բա ինչի չէիք անում, ինչի անցած տարի չէիք ապահովում, ինչին 2 տարի առաջ, 10 տարի առաջ, ինչի այդ լավը չէր հայկական ծիրանը այս տարի է դարձել, լավ, բա բացեիք, եթե Հայաստանը ձեր գործընկերն է։ Ինչի չէիք հայկական ապրանքները բացում արտահանեինք, ամեն տարի արտահանենք, որ այսօր այս խնդրի առաջ չկանգնենք, չէ՞ որ մենք էլ հələ այսպես ասած բնական ավելի շատ դեպի Եվրոպա արտահանենք։ Այսինքն ակնհայտ է, որ սա ընդհանրապես քաղաքական ակցիա է, որը ինչ որ մի պահի ամբողջովին դադարելու է, որտեղ Եվրոպայի արտահանումը քաղաքական մասնադնենք մի կողմ, տնտեսական լուրջ խնդիրներ կա, սկսած լոգիստիկ խնդիրներից, ճանապարհների խնդիրներից։ Եվ այո, եվրոպական շուկան ինչքան էլ մեծ լինի, եվրոպական շուկան նախ այդքան հեշտ չի, ասենք այսօր ինքն իր գյուղատնտեսությունն ունի զարգացած, որը Հայաստանից բազմաթիվ անգամ զարգացած է որակապես տեխնոլոգիաներով եւ այդ տեսանկյունից հայկական ապրանքների արտահանումը բավականին լուրջ խնդիրների առջև է կանգնելու։ Մի բանում իրանք շատ լավ են անում հաշվարկանը, դա պարգևավճարներն է, 5 միլիարդին է պարգևավճարները դուրս գրել։ Խնդրեմ այս մասը ձեր տեսակետը։ Այս մի հատ նախընտրական պարգևավճար ստացան, չէ՞, դեկտեմբեր-հունվարին ընտրություններին ակտիվ մասնակցելու, սա էլ դե երևի հետընտրականն էր, այն որ երևի Նիկոլ Փաշինյանը երկու մասի էր բաժանել, ասել էր կեսը տամ ընտրություններից առաջ, եթե ձեզ արդարացնեք, կեսն է կմնա ընտրություններից հետո։ Ուրիշ որևէ տրամաբանություն չկա, որովհետև պարգևավճարները ընդհանրապես ինչի մասին են, հավելյալ աշխատանք անելու։ Եթե հիմա այդ պարգևավճարներով տենց արդարանում են, դե մենք լավ ենք աշխատել, առաջարկում եմ մի հատ ցույց տան, հա, այդ առաջի երամսյակում այդ ինչ պետք է անեն, որ արել են հերիք չի, մի հատ ավել արդյունք են ստեղծել։ Իսկ ինչ հանրային բարիք են ստեղծել, պետության համար ինչ խնդիր են լուծել։ Մի հատ ցույց տվեք այդ առաջի երամսյակում ինչն էր ձեր պլանը, հիմա այդ պլանը գերակատարվ աշխատանքի համար ստանում են աշխատավարձ։ Հիմա այդ ինչն է գերակատարել։ Այսինքն այդ որ խոստացել եք 2021 թվականից 15 ջրամբար սարքեք, հələ մի հատն եք սարքել, այդ է գերակատարել։ Հա, այդ որն է գերակատարել, թե որ ասենք այս 4 տարի է այն Ծիծեռնակաբերդի 200 մետր ճանապարհը չեք կարողանում սարքել, Կիևյան կամուրջը փակելուց ավելի խայտարակ վիճակի եք ասել, այդ ինչն են գերակատարել, էլի։ Իսկն 26 թվականի խոստումների մասին չեմ, 21 թվականին 5 տեխնոպարկ պետքա սարքեին ամբողջ երկրով մեկ, ոչ մի հատ չեն սարքել։ Իսկն այդ ամեն ինչը գրած է, չէ՞, մարդկանց ոչ թե պետքա պարգևավճար տալ, ընդհանրապես աշխատանքից ազատել, որ իրենց աշխատանքի միակ արդյունքը իրենց համար վարչական ռեսուրսի կիրառմամբ ընտրությունների արդյունքներն են։ Այո, պետական պաշտոնյաները ստացել են պարգևավճար, նրանք, ովքեր վստահ են նույն այդ վարչական ռեսուրսի մասով գերակատարել են պլանը։ Եթե հիմա հաջողվի տեսնենք ինչ որ ձևով հասկանանք ով ինչքան պարգևավճար է ստացել, ես վստահ եմ որ այդ պարգևավճարների չափանիշը ուղիղ կհամընկնի ընտրությունների ով շատ ձայն է ապով։ Այն ինչ որ նախկին իշխանությունների ժամանակ էին, հիմա այդ նույն բարքերը փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Առավելևս որ այդ թիմում մեծ մաս են կազմում, նաև ընտրությունների ժամանակ ակտիվ դերակատար են եղել այն մարդիկ, ովքեր տասնյակ տարիներով նախորդ իշխանությունների ժամանակ ընտրական տասովշիկներ էին, որոնց դեմ իբրթե պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, բայց այսօր գրկաբաց, որ գնում ես մարզեր թիմեր, այսինքն մարդիկ են, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ նույն ընտրական կեղծիքներով են զբաղվել, հիմա էլ նույնը արեցին այս ընտրությունների ժամանակ։ Եվ այս ամենին զուգահեռ մեկ հարց է, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընտրված համայնքապետին իր տան դիմաց կգնդակահար է, որտեղ օրը ցերեկով վերջերս Վաղաշյան փողոցում զենք կհանի մեկ աչուձախ կկրակի եւ մինչդեռ կալանքի որոշում չկա այդ կրակողին մամուլում էին գրել ու այս ամենին զուգահեռ կասկածողները խնդրեմ մամուլը գրեց որ Ախտոյանների ընտանիքը չեք կամերձ այդ Ախտոյանների ընտանիքը հայր ու որդի դրսումը անհետացել են ինչ-որ ինչ ընթաց կա այս ամենից պարոն Արաքելյան։ Ու այդ դրանցից այդ Մհեր Ախտոյանը Ալոձա Գրիգորյանի սպանությունից օրեր առաջ էր Հայաստանը լքե,
ընդ որում միջև այժմ էլ ոչ հետախուզում է հայտարարվել, ոչ մեղադրանք է առաջադրվել եւ հիմա դրա ընտանիքի մյուս անդամները նույնպես այդ մեր տեղեկություններով էլ Հայաստանում չեն։ Ցավոք մեծ զարմանք է առաջացնում, որ սպանությունից ընդամենը մի քանի ամիս անց Կնչական կոմիտեն համարեց, որ արդեն ավարտել է ամբողջ գործը եւ գործը հանձնվեց դատարան, այսինքն այն ամենափոքր գործերը տենց տարիներով քննում են, նույնիսկ դատական process-ի չի հասնում, բայց այս ողբերգական սպանությունը, որը բազմաթիվ հարցեր է պարունակում իր մեջ, ընդամենը 3-4 ամիս հետո դատարանում է, հիմա դատարանում է քննվում եւ սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները ամենևին ցանկություն չունի այս գործը բացահայտելու, ենթադրյալ աջակիցներ, կազմակերպիչներ, հովանավորներ, ընդամենը այդ երկու հոգու մասով որոշել է, որ ամեն ինչ բացահայտված է եւ ուղարկել է դատարան, ցավոք այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում այս իշխանության օրոք մենք ամբողջական բացահայտում այս գործի չենք տեսնի, իհարկե դա մեր ցավը չի սփոփելու, Վալոձա Գրիգորյանը մեր լավագույն ընկերը այլևս չի վերադառնա մեր կողքին, բայց արդարության վերականգնման համար մենք պայքարելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այս գործը ամբողջությամբ բացահայտվի։ Այսպես հանցավոր դիտավորությամբ անգործություն է դրսևորում, թե չեմ կարող ինչ-որ բանանել չգիտեմ։ Էլ եմ ասում, միայն այն, որ գործը հանձնվել է դատարան, սա խոսում է այն մասին, որ այս մարդիկ որոշել են, որ այլևս այս գործով չեն զբաղվում, այսինքն քննչական կոմիտեին մնացած կառույցները առնվազն իրավունք ունեին միջև այս պահը շարունակեին գործի քննությունը, հետո նոր ուղարկեին դատարան։ Այսինքն փորձել գտնել հնարավոր աջակիցներ, կազմակերպիչներ, ովքեր են եղել այլ մասնակիցներ, որոնց շրջանակը առնվազն կասկածի տեսանկյունից հայտնի է։ Հիմա թող այդ ամեն ինչով զբաղվեն, վերջում ասեն, չէ, չկա, ուր են այդ մարդիկ, որ կային, որ Հայաստանը լքել են։ Հետախուզում հայտարարեք, ընդ որում մեղադրանք առաջադրեք, թող գան, տեսնեն, կարողա մեղավոր են, կարողա մեղավոր չեն։ Թող գան, բայց այդ ամեն ինչը, որ այս կասկածները փարատեն։ Հիմա եթե մենք ասում ենք կան մեր կարծիքով այլ մարդիկ ներգրաված, որովհետև ակնհայտ է, որ այս ոչրագործը որևէ առնչություն չի ունեցել Վալոձա Գրիգորյանի հետ, երբեք չի էլ տեսել։ Այսինքն ակնհայտ է, հիմա եթե փաստը կա եւ մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ այստեղ հնարավոր են նաեւ այլ մասնակիցներ լինեն, իսկ այս մարդիկ գործը մի անգամից փակում են, տալիս են դատարան, վերջ, սա է, գնացեք դատեք այս մարդուն։ Սա խոսում է այն մասին, որ որևիցե հիմք չկա, որ այս գործը ամբողջովին կբացահայտվի, որովհետեւ ծածկադմփոց են անում, նաեւ հիշում եք, չէ՞, մի անգամից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բացահայտված է, ոստիկանը ներքին գործերի նախարարը եւ այլն, բայց ցավոք Դեռ միանգամից առավոտ 15-ին որ վարվում են, հա, մեկ ժամ հետո հա, չէ, դե դա արդեն դարձել է գործելավոճ, չէ, Նիկոլ Փաշինյանը տալիս է դատավճիռը, հետո նոր սկսում են process-ը սկսել, այսինքն նույնը չէ, ինչ որ մեկի մասին ասում է, որ սա հանցագործ է, նստելու է, հետո դա դառնում է արդեն հանձնարարական, գնացեք այս մարդու գլխին մի հատ գործ սարքեք, որ այդ process-ը սկսի, միջև գա հասնի իր ուզած կետին, մարդուն տանեն դատա։ Իսկն ոչ թե սկզբից ենք սկսում վերջում դատում, այլ դատավորների համար, ընդ որում ատվարումը հրապարակային։ Այսինքն հրապարակային հանձնարարականը տրվում է այս մարդկանց դատելու, մարդկանց ունը զրկելու, հետո արդեն մնացածը ասում են դե արդեն հանձնարարականը տվել եմ, գնացեք ոնց ուզում եք, ձեր փնթի ու անկազմակերպ աշխատանքով այդ ամենը ապահովեք։ Եվ եթե ամփոփենք Անավակյան, այս Ադրբեջանից մենք տեսնում ենք, որ այս առաջին հարցով խոսեցինք սրա մասին, շատերը ասում են, որ սովորաբար, այսպես հա, մեծ հարվածից կամ ռազմական գործողություններ անցնելուց առաջ Ալիևը մի քիչ մեղմի իրավիճակը, հետո կոշտ հայտարարություններ կանի, հետո մի հատ Ռուսաստանի հետ կապված իրավիճակ կլարի, հետո արդեն կհարձակվի։ Սպասել Աշնանը հնարավոր պատերազմ թե ոչ, եւ սրան զուգահեռ նաեւ տեսնում ենք, որ նաեւ այստեղ հա, որ բոլոր դիմադրության ուժերը փորձում են Փաշինյանը գլխատել։ Ցավոք հայ-ադրբեջանական ռազմական էսկալացիայի հավանականությունը դեռևս չի զրոյացել եւ այն պահանջները, այն տրամադրվածությունը, որ Ալիևը ունի, բացառել, որ Ալիևը կարող է ռազմական գործողություններ իրականացնել մեծ ու փոքր, իհարկե հնարավոր չէ, առավել եւս որ տարածաշրջանը շարունակում է երման վիճակում մնալ, դեռևս Իրանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները ինչքան էլ փորձում են կարգավորել խնդրահարույց է,
ամբողջ մերձավոր արևելքում ռուս-ուկրաինական հակամարտությունը ժամանակ առ ժամանակ շատ ավելի է սրվում։ Այսինքն նաև աշխարհաքաղաքական միջավայրը ցավոք խաղաղության տեսանկյունից մեր օգտին չէ։ Հույս ունենանք, որ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետությունը զերծ կմնա նոր ռազմական խնդիրներից, չնայած Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը բազմիցս մեծ փորձանքների առաջ է կանգնեցնել, բայց այս պարագայում ցավոք մենք չունենք այն իշխանությունը, որ ասենք ռազմական գործողությունների ժամանակ իզորու է պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը եւ այս պարագայում հույս ունենանք, որ արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային իրադարձությունները ի վնաս պատերազմի կլինեն եւ առնվազն այս ստատուս քվոն կպահպանվի միջև նորմալ պետություն, նորմալ իշխանություն կունենանք։ Միջազգային ամենի զուգահեռ հրապարակում եղավ, որ ԵԿՄ-ն սրում են Սասուն Միքայելյանն շուկրների մեջ է պետարավական հանձնաժողովի նախագահ է ուզում դառնալ, ասում են մեծացած տարած չճանաչել շոմեկը, բաներ, թեմաների մեջ է։ Խնդրեմ, ԵԿՄ-ից սրում է։ Իհարկե, հա, Արցախյան հերոսամարտի, նաև պաշտպանության անվտանգության հետ կապված այս իշխանությունների վարած քաղաքականությունը պետք է մի օր բերեր դրան, որովհետև իհարկե կսկսեն հիմա, չէ, իրենց տենց մեկնաբանությունները, մենք բանակ ունենք, սա երկրապահ կամավորական միությունը ամենևին էլ ռազմական կազմակերպություն չէր, այլ Արցախյան առաջին հերոսամարտի մասնակիցների համար ստեղծված հասարակական կառույց էր։ Բայց որտեղ օրինակ Սասուն Միքայելյանը պարոներ ոմանց, ովքեր ցուցարարների ծեծող էին։ Այն որ այդտեղ կային մարդիկ, որոնք տենց միշտ էլ անընդունելի վարքագիծ են դրսևորել, ակնհայտ է, բայց կապել հիմա այս պահին երկրապահ կամավորականների միության ղեկավարի կամ ինչ-որ անձանց վարքագծի հետ ու ասել, որ այդ կառույցը արժեք չունի, իհարկե այդպես չէ եւ կարծում եմ, որ ինչպես բազմաթիվ կառույցներ վերափոխման կարիք ունեն եւ այդ կառույցի պահպանումը եւ արժեվորումը պետք է լինի նաեւ մեր նորագույն պատմությունը արժեվորելու կարևորագույն կետերից մեկը։ Շնորհակալություն, պարոն։ Ես էլ եմ շնորհակալ։